Եվ մատենադարան մտնելուց հետին 4 տար նկատել եք, են ծանը դուրը մեծ որ բացեցիք, գետնին 4 մեծ ոսկեգույն տարր կա, գնալուց ունեք, հա? Գրված է ռ, ջ, ց, է, կա, ռազը, 57 թվական, երբ որ կառուցվել են Իսույոտ 39 թվականից սկսվել է, այդպես պատվերը, 45-ից սկսվել է արդեն շինարարությունը, ավարտվել է 57։ Թրջնագիր ունենք, Ֆոգելշտեդտ, ամենիկները մի թրջում։ Հատուկ տեսակ է տարերի, որ միայն գրքերի մեջ կարող ենք տեսնել։ Բայց ունենք նաև այսպիսի տարերի տեսակներ, մարգագիր, ծաղկագիր, կենդանագիր։ Համեցեք այստեղ։ Հայերը շատ երկար ժամանակ որպես գրային օգտագործել են մագաղարդ, պերգամենտ։ Գիտես ինչա պերգամենտ։ Կենդանու կաշի, հորդիկի կաշի, քալփաուտ, զիգնաուտ։ Սան դրան։ Das ist die Kaltfaut. Und den haben wir auch in den Blätter gemacht. Und geschnitten. Ja, aber das ist doch aus Holz. Also jetzt ist hinein die Hauptsitze an. Թուղթնա։ Die hinein an und heitet. Հայտից։ Բայց մինչև դա թուղթը դեռ չկար աշխարհում։ Aber vorher war das nicht so. Գրում էին միայն կաշիների վրա։ Հա։ Es ist die Kaschmir. Ja. Այստեղ էլ մի հետաքրքիր ձեռագիր ունենք, որի թերթերն օգտագործվել է 2 անգամ։ Այ թուղթը կարած չէ, կարած լվասելի դրա վրա գրես։ Հա? Tufte чист kann. Kann man waschen? Waschen noch einmal abschreiben. Nein, aber Pergament kann man so machen. Լվացած գիր լույսանցքում գրվել է առաջին անգամ 1600 տարի առաջ 5-րդ դարում։ Հետո 10-րդ դարում լվացել են եւս մեկ անգամ դրա վրա գրել։ Այսինքն նորից ջնջվում է։ Լվացել են ամբողջ բոլոր թերթերը նորից են լվացել։ Այն գիրքը որ թվականի է։ Թվականը բարձ չի սրա չեն կարողացել պարզել, բայց քարացած ձեռագիր է որովհետեւ 500-600 տարի հողի տակ թաղված է մնացել։ Որդի կաշվի վրա գրված աստվածաշունչ։ Մեր թանագը եղել է պոպոքի կանաչ կլեպի գույքը։ Վալնուս շալն զավ։ Տինքը։ Չեմ կարող ասել, կամ եթե ուզում եք երկուսն էլ լսի հայերեն խոսեն դուք թարգմանեք, կամ չգիտեմ, քիչ տենց ուղղակի շատ երկար։ Ամեն ժամանակ գերմաներեն։ Ուղղակի քիչ խնդիր կա։ Abschreiben. Ով որ ձեռագրի մեջ նկարում էր, ասում էին մանրանկարիչ մինիատյուր։ Իսկ վերջում գալիս էր մի հոգի, որ գիրքը կարում էր, ասում էին կազմարար, Buchbinder։ Դեղին այստեղ ոսկի է։ Սրանք թագավորական ձեռագրեր են։ Պատկանել են Կիլիկյան Հայաստանի թագավորներին։ Իսկ ամենահետաքրքիրը, որպես սոսինս հայերն ինչ են օգտագործել, սխտորի յուտ։ Ist es blau Diamant? Ja. Als Kleber haben die Armenier Knoblauchsaft benutzt. Das ist der Kleber, ja?
Knoblauchsaft kann man nicht waschen. Ja? Als Kleber haben auch die Armenier Ameiseneier benutzt. Lecker. Silber vergoldet. Nein, es gibt hier keinen Diamant. So, ուշադրություն դարձրեք, գիրքը բացելու ու փակելու տեղ չունի։ Ինքը որը կողմերից ամրացված է, տուփը որ բարձրացնենք ձեռագիրը տակից դուրս կգա։ Դա նշանակում է, որ իհարկե այսպիսի կազմեր ունեն միայն մեր սուրբ գրքերը, կամ Աստվածաշունչը, կամ Ավետարանը։ Ու սա այսինքն նշանակում է այդ գիրքը հենց համարվել է գանձ եւ սա գանձատուփ։ Դրա համար են այս տուփի նման են սարքել, որ ինքը ըստ հնարավորինս լավ պահպանվի ու դրսի չշտի չփչանա։ Պարտադիր երկու պատկերում ենք մենք կազմերի վրա, Մարիամ Աստվածածինը մանուկը ձեռքը եւ Հիսուս Քրիստոսի խաչելությունը։ Այսինքն դասանում է կար երբեմն ասում են այստեղ Չէ, նախսեր են ուղղակի, մի քիչ այն բանը նման է, բայց չէ։ Ոնց որ բանը մի քիչ Շուշան, չէ, Շուշան ծաղիկի նման է մի քիչ, հա ինքը։ Առաջացել։ Verbrauchsgeräte, Elfenbeineinband. Stammt vom 6. Jahrhundert. Und das ist der älteste Elfenbeineinband in der ganzen Welt. So, in der աշխարհում կա այսպիսի ևս երկու կազմ, պատրաստված փղոսկրից, մեկը գտնվում է Իտալիայում 8-րդ դար, մյուսը Ֆրանսիայում 9-րդ դար։ Ինչպես է Հայաստանում հայտնվել, չգիտենք։ Սա բյուզանդական աշխատանք է։ Wisst ihr, wer die Bilder gemalt hat? Ja, genau. Wer hat gemalt? Ein Miniaturmaler. Die Namen sind viele, ja? Johannes